Ռուսաստանը կդադարեցնի բենզինի արտահանումը։ Ռուսաստանից բենզինի արտահանումը կդադարեցվի ապրիլից սկսած, այդ որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Փորձագետների կարծիքով այդ միջոցառումը կօգնի զսպել գների աճը ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ հատվածներում։ Բացի դրանից, ծավալները ներքին շուկա վերահասցեագրելը հատկապես կարևոր է հաշվի առնելով ցանցի սեզոնի մեկնարկը և ամառային ավտոմոբիլային սեզոնի մոտալուտ մեկնարկը։ Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը էներգետիկայի նախարարությանը հանձնարարել է պատրաստել որոշման նախագիծ, որն արգելում է բենզինի արտահանումը 2021 թվականի ապրիլի 1-ից։ Դրա մասին հայտարարել է կառավարությունը ներքին նավթամթերքի շուկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություններից հետո։ Միջոցառումը նպատակ ունի կայունացնել գները և առաջնահերթություն տալ ներքին շուկա վառելիքի մատակարարմանը։ Կառավարությունը նշել է նաև, որ հատուկ ուշադրություն է դարձնելու Ռուսաստանի նախագահի դրած խնդրին՝ կանխել ներքին վառելիքի գների կանխատեսված մակարդակից բարձր աճը։ Ըստ քննարկումներին, ծանոթ արգելքը կարող է տևել առնվազն մինչև հուլիսի վերջ։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը մարտի 25-ին էներգետիկայի նախարարության նիստում ընդգծել էր, որ համաշխարհային էներգետիկ ճգնաժամի պայմաններում ձեռնարկությունները և կարգավորող մարմինները պետք է հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկեն ներքին շուկայի վառելիքի կայուն մատակարարումն ապահովելու և բենզալցակայարաններում վառելիքի գները պահպանելու համար։ Դա խնդիր է, բարդ է, մարտահրավերներով լի է և բացարձակապես անհետաձգելի է, ասել է նա։ Ռուսաստանում բենզինի արտահանման արգելքն ուժի մեջ է մինչև հուլիսի վերջ միայն, ոչ արտադրողների համար, մինչդեռ խոշոր նավթային ընկերություններին առաջվա պես թույլատրվում է արտահանել։